Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին Փրկար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում եւ պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաեւ հրշեջ փրկարների համար ծառայության ժամանակակից եւ արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։ Բարև ձեզ, ես Թոմասյան Դավիթն եմ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ սկսում ենք իրազեկման արշավ երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ։ Այսօր մենք ձեր հետ խոսելու ենք երեխաների նկատմամբ բռնության, դրա բովանդակության եւ դրսեւորման ձևերի մասին։ Այն, որ երեխաները հանդիսանում են մեր բնակչության ամենախոցելի խմբերից մեկը, դա միանշանակ է։ Եվ որքան էլ մենք լինենք երեխայասեր ազգ, մենք ունենում ենք իրավիճակներ, երբ որ երեխան ենթարկվում է բռնության, ընդ որում նաեւ բռնության ամենադաժան ձևերի։ 2025 թվականին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մենք ունեցանք երեխայի նկատմամբ բռնության հասկացությունը, որը իրենից ներկայացնում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական բռնությունը կամ անտեսումը եւ ունի մասնավոր դրսեւորումներ։ Մասնավորապես դա ֆիզիկական կամ մարմնական պատիժն է, երեխայի շահագործումն է կամ բուլինգը։ Որ դեպքերում է երեխան ենթարկվում բռնության, ցանկացած, այսինքն երեխան կարող է բռնության ենթարկվել եւ բակում, եւ դպրոցում, եւ ընտանիքում, եւ ցանկացած այն միջավայրում, որտեղ ինքը կա։ Կա թյուր պատկերացում, որ բռնությունը միայն իրականացվում է ֆիզիկական եղանակով, այսինքն երբ որ երեխայի անատոմիական ամբողջականության վրա ազդեցություն են ունենում, բայց երեխայի նկատմամբ բռնություն է համարվում նաեւ նրան զրկելը կենսական կարևորագույն պահանջմունքները ապահովելու հնարավորությունից, նրա նկատմամբ որոշակի ձևով հոգեբանական ներազդեցություն ունենալը, սպառնալիքներ հնչեցնելը եւ այլն։ Երեխաները ունեն շատ կարևոր մի մոտեցում։ Նրանք պետք է միշտ իրենց ապահով զգան եւ պետությունը ունի այդ պարտականությունը երեխային ապահովությունը ապահովելու համար։ Այսինքն, եթե միջավայրը անվտանգ չէ երեխայի համար, դա ազդելու է նրա զարգացման վրա, դա բերելու է նրա մոտ արժեհամակարգի փոփոխությանը։ Երեխայի նկատմամբ տարբեր դրսևորումներ ունենում են տարբեր ազդեցություն եւ ուժգնություն։ Մենք տարանջատում ենք բռնության երկու տեսակ. քրեորեն պատժելի բռնություն, որը որ անվանվում է հանցագործություն, եւ քրեորեն ոչ պատժելի բռնություն, այսինքն դրանք ավելի նվազ վտանգավորություն ներկայացնող գործողություններն են։ Երբ որ ծնողը շփվում է իր երեխայի հետ, ինքը պարտադիր պետք է հիշի, որ բռնությունը կարող է ծնել բռնություն եւ եթե երեխային դաստիարակում է բռնության միջոցով, այդ բռնությունը հետագայում կարող է անդրադառնալ նաեւ այդ երեխայի եւ իր ծնողի, այդ երեխայի եւ հասակակիցների եւ այդ երեխայի եւ այլ անձանց միջև շփումների վրա։ Դրա համար որքան հնարավոր է ծնողավարման հմտությունները իրականացնելու ժամանակ ցանկալի է զերծ մնալ այդ բռնության բոլոր դրսևորումներից։ Երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորումներից մասնավորապես բուլինգը այս վերջի ժամանակահատվածում ավելի լայն տարածում է գտել մասնավորապես դպրոցներում։ Տվյալ պարագայում երեխային թիրախավորում են ելնելով իր որոշակի առանձնահատկություններից եւ սկսում են տհաճ վերաբերմունք դրսևորել նրա նկատմամբ, որը կարող է լինել բացասական, կարող է լինել վիրավորական, կարող է հանգեցնել երեխայի մոտ որոշակի հետևանքների, ընդհուպ միջև կարող է դա իրականացվել նաև կիբերբուլինգի տեսքով, այսինքն առցանց միջավայրում։ Երեխաների նկատմամբ բռնության պարագայում մենք պետք է հիշենք, որ շատ դեպքերում երեխան կարող է անմիջականորեն չզգա այդ բռնության հետևանքը, բայց մեծահասակը պետք է գիտակցի, որ ոչ մի բռնություն չի մնում առանց հետևանք։ Երեխաների նկատմամբ բռնության պարագայում մենք ունենք երկու պարտականություն։ Մեկը դա արձագանքն է, մյուսը կանխարգելումն է։ Արձագանքի մասին մենք խոսում ենք, երբ որ արդեն դեպքը տեղի է ունեցել եւ անհրաժեշտ է օգնել այդ երեխային եւ տալ իրավական գնահատական։ Բայց միանշանակ առավել կարեւոր է երեխայի նկատմամբ կանխարգելիչ գործողությունը, երբ որ երեխայի նկատմամբ դեռ բռնություն չկա, բայց մենք ունենք իրական ռիսկ այդ բռնությունը իրականացնելու վերաբերյալ։ Կանխարգելումը միշտ առավել արդյունավետ է, քանի որ միշտ ավելի հեշտ է կանխարգելել երևույթը, քան պայքարել դրա բացասական հետևանքների վրա, որոնք արդեն իսկ ազդեցություն են թողել երեխայի վրա։
Ընդ որում երեխայի նկատմամբ բռնության պարագայում մենք պետք է ունենանք համագործակցված մոտեցում տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ։ Մասնավորապես այստեղ ունեն բավականին մեծ դերակատարում ոստիկանության ծառայողները, համայնքի սոցիալական աշխատողները, առողջապահության համակարգի ոլորտի աշխատողները եւ տրամաբանական կրթական հաստատությունների մանկավարժական եւ հոգեբանական անձնակազմը։ Միայն այս բոլոր մարմինների ճիշտ եւ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք ունենանք եւ ճիշտ արձագանք եւ կանխարգելիչ գործողությունների իրականացում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ իր կողմից շահագործվող Porsche մակնիշի մեքենայով հանդերձ բաժինը ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ, ընդհանուր 26.33 գրամ եւ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ Telegram-յան ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել 50 փաթեթ կրիստալ տեսակի թմրամիջոց, նախնական նրա հաշվին փոխանցելով $300։ Հայտնել է նաեւ, որ փաթեթների մի մասը մեքենայում է, իսկ մեկ փաթեթ արդեն իսկ տեղադրել է։ Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 16 փաթեթ, ընդհանուր 21.39 գրամ քաշով։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112։